Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ, շատ ուրախ եմ նորից հանդիպելու համար, շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, ձեր անմիջական մասնակցությունը մենք միշտ զգում ենք, եւ դա շատ լավ է նրանով, որ ոչ միայն մենք ավելի տրամադրություններս է բարձրանում, այլ նաեւ պատասխանատվություններս, իսկ առանց պատասխանատվության որևէ գործ անել հնարավոր չէ։ Բարեկամներ, այսօր նորից յուրահատուկ օր է։ Եվ այդ օրը նրանով է յուրահատուկ, որ մենք մի լավ ուտեստ ենք պատրաստելու ոչ հայկական ուտեստ, ոչ հայկական խոհանոցից։ Մեր լավ բարեկամ ուկրաինացի ազգությամբ խոհարար Սերգեյ Յուրիևիչ Պոժարի, իսկ թե ինչպես ստացվեց, որ հենց այդ ուտեստն ենք պատրաստելու, կշարունակի իմ խոսքը, իմ հյուրը, իսկ իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Թուֆենկյան հյուրանոցային համալիրի ցանցային ավագ խոհարար, մեր լավ բարեկամ Ռուբեն Պողոսյանը։ Ողջույն Ռուբեն։ Ինչպես ես։ Շնորհակալություն դուք։ Լավ, տրամադրությունը բարձր է։ Բարձր է։ Այ հիմա ասենք թե ինչ ենք պատրաստելու մեր լավ բարեկամ Սերգեյ Պոժարի կերակրա ցանկից, այսինքն մենյուից։ Քանի որ մի շաբաթ մենք այնտեղ ներկայացնում էինք հայկական խոհանոցը։ Այո, Մոսկվայում։ Բարձր մակարդակով անցավ եւ բարձր գնահատականներ ստացա։ Ցանկանամ պատրաստել Սերգեյ Պոժարի, մեր բարեկամ Սերգեյ Պոժարի բաղադրատոմսերից հորթի միսը հատապտղային սոուսով։ Ես այստեղ տեսնում եմ հորթի միս, հատապտուղ, մոշ ենք մենք օգտագործում, այնտեղ Ռեաբինա, այո, Ռեաբինա։ Մենք փոխարինել ենք եւ ներողություն ենք խնդրում։ Մենք արդեն կզանգահարենք Սերգեյ Յուրիչը եւ իր թույլտվությունը կվերցնենք։ Այստեղ ունենք ծովաբողկ, դարչին, համեմիսել, մեխակ, շաքարավազ, դափնետերև, կարակ եւ ձետ։ Եվ լավ տրամադրություն, ուզում եմ բարձր տրամադրություն եւ քանի որ այս հաղորդում անպայման մենք պիտի ուղարկենք նաեւ Ուկրաինա, իսկ եթե չուղարկենք, ուրեմն մեր համագործակցությունը կիսատ կլինի։ Մենք ներկայացրել ենք այո մեր խոհանոցը։ Բայց այո, ես հիմա ասեմ եւ դուք կշարունակեք եւ համագործակցությունը այսպեսին է։ Մենք ներկայացրել ենք մեր խոհանոցը եւ այնտեղ նաեւ այդտեղից բերել ենք նաեւ իրենց խոհանոցը։ Այսինքն փոխ շահավետ, այսպես խոհանոցները այո, այդպիսի հարաբերությունների մեջ են միշտ ազգային խոհանոցները։ Հիմա խնդրում եմ դու այո ողջունիր մեր լավ բարեկամին։ Տվինձների հերոստադիտողը Ես կսակմանեմ եւ դա մենք օրենքի խախտում չենք համարի։ Я хочу приветствовать Сергея Пожару за теплый прием и пригласить ему тоже в Армению на мастер-классов. Я присоединяюсь даже на съемки в нашем передаче. Естественно, на съемки. Լավ, բարեկամներ, մեր Ռուբենը շատ ջեր ողջունեց մեր բարեկամին Սերգեյ Պոժարին եւ հրավիրեց Հայաստան, որպեսզի մենք նորից շփվենք այստեղ, ինչու՞ չէ ես էլ միացա եւ ասի որ հրավիրում եմ նաեւ մեր հաղորդմանը։ Լավ, գնացինք ինչպես ենք պատրաստելու ուտեստը։ Տակացնում ենք նախապես տապակը։ Լավ տակացնենք այսպես։ Լավ տակացնենք, այո։ Մի քիչ ավելացնենք բուսական յուղ։ Մենք շատ ենք խոսում այս եւ աշխատենք եւ խոսենք Ռուբեն ջան։ Խնդրեմ քեզ սոխը կտրատես։ Սոխը մանր։ Չէ, կիսալուսնաձև։ Կիսալուսնաձև։ Մենք շատ ենք խոսում այս կաման ազգերից վերցրեցին, գողացան, այսպես։ Ահա փոխ համագործակցության արդյունք, մենք չենք վերցրել, մենք չենք գողացել, բայց մենք օգտագործում ենք ուկրաինական խոհանոց, մեր ընկերոջ մշակած խոհանոցը, մեր ընկերոջ բանը, եւ սա նշում ենք, որ սա ուկրաինական խոհանոց է վերջում, եւ մենք չենք կարող այսպես պարփակվենք մեր կաղապարի մեջ եւ ինչ որ զարգացում ակնկալենք։ Իհարկե մենք պիտի շփվենք, մենք պիտի փորձի փոխանակման գնանք։ Եթե հիշում ես Սեթրակ ջան, մենք նույնիսկ այնտեղ որ որոշակի բաներ պատրաստում էինք եւ ցուցադրում էինք հայկական ուտեստները, շատ բաներ։ Այո։ Սերգեյը նմանացրեց իրենց ուտեստներին։ Այո, ասում ինչ նման է, լսի ինչ նման է։ Մենք ինչքան ենք կորցրել, այսինքն որ շուտ չենք համագործակցել։ Մենք դեռ ժամանակ ենք կորցրել։ Իհարկե նմանություն կա։ Մենք տակ պլիտայի վրա
տակ գրակի վրա տակացնում ենք, կեղևապատում ենք միսը, որպեսզի հյութը մնա մեջը։ Այո։ Ավելացնում ենք կտրատած սոխը, վրան ենք լցնում։ Խնդրում եմ տաս կապարիչ։ Այո։ Շնորհակալություն։ Եվ թողնում ենք, որպեսզի Շոքի խաշվի։ Համերը փոխադրվեն։ Այո։ Իսկ մենք ինչով զբաղվենք։ Եվ այս ընթացքում պատրաստենք թանձրուկը։ Այստեղ էս էլ պետք է առնի։ Խնդրում եմ ջուրը Այո։ մի փոքր։ Հատապտուղը պիտի խաշենք, հա։ Այո, այո։ Քիչ ջրի մեջ։ Նորից հիշեցնենք բարեկամներ, որ մենք վերցրել ենք մեր տեղային այդպես հատապտուղ։ Իհարկե մոշ նաև Ուկրաինայում կա, բայց այնտեղ կա նաև այդ ռյաբինյա, այդպես է կոչվում, մեզ մոտ ցավալորեն չկա այդ հատապտուղը, բայց դա հոգ չէ։ Այս կողմ բերենք, որ Ավելացնում ենք համեմունքները, դափնետերև։ Սոուսի մասին է խոսքը, դափնու տերև, մեխակ, Մեխակ ջարդած։ Դարչին, աղացած։ Համեմի սև։ եւ Ծովաբուխկը։ ծովաբողկը, խրեն։ Իմիջիալոց շատ օգտակար եւ կարեւոր մթերք է։ Մի փոքր շաքարավազ։ Ծովաբողկի մասին նորից նշեմ, որ շատ օգտակար է եւ շատ կարեւոր է մեր սննդակարգի մեջ մերթ գոնե օգտագործենք։ Ճիշտ է, պարոն։ Այո, այո։ Եվ շատ առողջարար։ Եվ շատ առողջ։ Այսպես մի քիչ ցույց տանք, որ մեր հեռուստատողներ տեսնի, թե ինչպես է խաշվում հատապտուղը։ Մենք այնտեղ ավելացրել ենք դափնու տերև, մեխակ, համեմի սերմ, ավելացրել ենք նաև ծովաբող եւ դարչին։ Միսը արդեն դանդաղ, ինչպես որ հարկն էր պատրաստվեց։ Ես նշեմ, որ հարգելի հեռուստատողներ, շատ ու շատ այսպես այս տեխնոլոգիան շատ ժամանակ էր օգտագործում ուկրաինական խոհանոցի մեջ, դանդաղ կրակի վրա այսպես դամմելով պատրաստի վիճակի հասցնելու։ Եվ եթե հիշում ես Ռուբեն մի լավ ուտեստ կար, որ կեղևապատում էր միսը, նոր դանդաղ երկար ժամանակ այսպես թխվածերի մեջ եփվում էր։ Այո։ Սոխը արդեն մեզ հարկավոր չէ, հա, սոխը։ Իմ կարծիքով, եթե մենք փորձենք անցկացնել քամիչով, արդեն որ պետք է որ պատրաստ լինի։ Հիմա մենք այն կտրորենք եւ կանցկացնենք քամիչով, պարոն Մամուլյան, եւ այստեղ նորից կկարմրացնենք, կկեղևը պատենք, հորթի միսը։ Ռուբեն ջան, ուզում եմ ճշտել, դու փորձել էիր այս ուտեստը ինչ նկարահանումը։ Այս սոուսը Ոչ Սեթրակ ջան, բայց վստահ եմ, որ շատ արդեն երկար տարիների աշխատանքի ընթացքում այնպես ասացում, որ անվանումները արդեն մթերքների ասենք ու զգում ենք համը։ Այո, շատ հիանալի։ Այսպես գտատարկենք։ Նորից կարող ենք հիշեցնել սոուսի բաղադրությունը, օգտագործեցիք հատապտուղ, տվյալ պահին խակմոշ, դափնու տերև, դարչին, մեխակ, համեմի սերմ
մի քիչ շաքարավազ, ծովաբոխք եւ լավ տրամադրություն։ Բարձր տրամադրություն ամենակարևորը։ Այո։ Ու Ահա եւ միսը պատրաստ է։ Մսաջերի մեջ մի քիչ ավելացնում ենք շաքարավազ։ Եվ այս մնացած հատապտուղները կարամելիզացնում ենք։ Ինչպես կլինի դա հայերեն։ հենց այդպես։ Ունեցանք նաև սոուսը, մի քիչ, քանակությամբ քիչ, բայց որակով շատ բարձր։ Մեկ բաժնի համար դա բավարար է արդեն։ Ներսենք մատուցվող ափսեն։ Պիտի նշենք, թե որ մսակտորից ենք օգտագործում։ Մեջկամիս ենք օգտագործում։ Բոժարը օգտագործում էր թիակը։ Հորթի։ Այո։ Բայց մենք բաժնային պատրաստելու համար վերցրել ենք Մեջկամիս։ մեջքամիսը։ Կարամելիզացված հատապտուղը։ Եվ այս չքնաղ սոուսը։ Ահա հարգելի հեռուստադիտողներ, ստացվեց այն ուտեստը։ Ավելացնենք մի փոքր շտրիխը։ Մի փոքրիկ շտրիխո։ Հա, պատրաստ է մեր Այս վարը, որոնք տերակրատեսակը։ տեսքով էլ մենք կմատուցենք։ Ռուբեն ջան, խնդրում եմ, ինչ խոսք ես ուզում փոխանցել մեր հեռուստադիտողներին, թեկուզ մեր լավ ընկերոջը, խնդրում եմ կարող ես օգտվել առիթից։ Մեր հեռուստադիտողին ցանկանում եմ քաջ առողջություն։ Իսկ առողջություն ունենալու համար պետք է օգտվել միայն առողջ սննդից եւ մեր հայկական ուտեստներից։ Եվ Կամ շնորհակալություն Սերգեյ Պոժարին նման կերակրատեսակներ մեզ փոխանցելու համար։ Հուսով եմ ինքն էլ իր հերթին այնտեղ մեր հայկականն է տարածում եւ ներկայացնում է հայկական Այո, ոչ միայն հուսով, կերակրատեսակները։ նա խոստացել է եւ մենք վստահ ենք, որ օգտագործել է։ Հարգելի հեռուստադիտողներ, ինձ մնում է ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռուբենին եւ ցանկանանք, որ այդ այսպես ամուր կամքով էլ որ ինքը դրսևորում է միայն ու միայն ազգային խոհանոց եւ վերջ, այդպես էլ շարունակի։ Շնորհակալ եմ եղբայր, ապրես դու։ Բարեկամներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Մենք աշխատեցինք, մենք ձգտեցինք, որ ունենանք լավ օր, չգիտեմ, դուք պիտի բրութագրեք օրը, մեր կարծիքով ստացվեց եւ այսպիսի օրեր թող շատ լինեն եւ այսպես մենք միշտ հանդիպենք։ Իսկ մեր հանդիպումները ունենան նաեւ լավ արդյունք, լինենք առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ամենակարևորը որ պիտի դրսևորենք համբերություն, չէ որ հաղթանակի դարն է գալիս։ Իսկ հաղթանակի համար հարկավոր է միասնություն, եւս մի քիչ, եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Հորթի միս հատապտղային սոուսով։ Հորթի միս 200 գրամ, սոխ 70 գրամ, մոշ 50 գրամ, ծովաբոխք 50 գրամ, դարչին, մեխակ, շաքարավազ, դափնուտերև, համեմի սերմ, կարագ 50 գրամ, ձեթ 30 գրամ, աղ, պղպեղ, բարյախորժակ։